Բաց թողում այնուամենայնիվ ցավոք սրտի Հայաստանում շարունակում են լինել բազմաթիվ մեր ընկերներ եւ գործընկերներ շարունակում են լինել քաղբանտարկելի կարգավիճակում միայն այն պարզ պատճառով, որ նրանք համաձայն չեն դեֆակտո իշխանությունների վարած քաղաքական ապազգային քաղաքական գծի հետ եւ տարբեր շինց ու գործերով նրանք դատապարտված չեն, բայց կալանավորված են կամ ունեն այլ տիպի սահմանափակումներ իրենց վրա, ինչի պատճառով նրանք փաստացի զրկված են ոչ միայն ուղղակի իրենց ազգային գործունեություն ծավալ, այլ նույնիսկ զրկված են իրենց ընտանիքների հետ ապրելու, շփվելու հնարավորությունից։ Մենք այդ թեմային այսօր շատ անդրադառնում ենք մեր առաջին հյուրի հետ, Սողոյան Տաթևի հետ, ով ներկայացնում էր քաղբանտարկներից Լիդիա Մանթաշյանին, Բագրատ Սրբազանի առաջնորդած սրբազան շարժում, ուրեմն սրբազան շարժման առանցքային դեմքերից մեկին, որը փաստացի Հայաստանի առաջին եւ միակ կին քաղբանտարկյալն էր եւ այս շաբաթ 3 օր առաջ, եթե չեմ սխալվում, Լիդիան հանրային ճնշման արդյունքում գրավի դիմաց ազատ է արձակվել, այսինքն ըստ էության լավ է, որ ազատ է արձակվել, այդտեղ կասկած չկա, բայց փաստացի պետությունը շարունակում է դեֆակտո իշխանության ձեռքով Լիդիային սահմանափակումներ դնել, այնուամենայնիվ ուրախալի լուր է, մենք այսօր մեծ հաշվով դրա պատճառով էլ հենց Լիդիան չի կարող լինել մեր հյուրը, որտեղ ժամը 9-ից պետք է լինի տանը, բայց այնուամենայնիվ էսպայն դեռ բազմաթիվ մարդիկ գտնվում են անազատության մեջ, ես անցած անգամվա մեր հաղորդման, այսպես արդեն ավանդույթով, հուսամ ես ավանդույթը մյուս հաղորդմանը կարիք չի լինի, որ լինի, բայց այնուամենայնիվ այս պահին ուզում եմ ընթերցել այս պահին մեզ հայտնի ցանկը, այս պահին անազատության մեջ են գտնում ապօրինաբար Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Միքայել arczepiskopos Աչապահյանը, Սրբազան հայրեր Աստվածօգնական Գևորգ Ներսիսյանը, Համբարձում Ներսիսյանը, Տեր Գարեգին Քահանա Արսենյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, դարձյալ պիտի ասեմ, որ Աստվածօգնական եւ օրնեցեք, Վազգեն Սաղաթելյանը, Նարեկ Սամսոնյանը, այս հաղորդման հեղինակներն ու վարողները, Մովսես Շարբաթյանը, Արմեն Ալեքսանյանը, Իգոր Սարգսյանը, Արման Իսրայելյանը, Կարո Օկումուշյանը, Վահագն Չախալյանը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը, Բարերար Սամվել Կարապետյանը, Գարիկ Գալեյանը, ով հայրենիքի համար զոհված հերոս Մխիթար Գալեյանի հայրն է, Արսեն Ղուկասյանը, 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը եւ անհետ կորածների ու գերիների հարցերով զբաղվող խմբի այսպես կարևորագույն ներկայացուցիչներից մեկը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ մոտ 30 գյումրեցիներ, որոնց անունները այսօր էլ չունենք ամբողջական ցանկում, ես չնայած խոստացել էի նախորդ հաղորդմանը, որ կունենանք, բայց սա իմ բաստողումն է, ներողամիտ եղեք, խնդրեմ, ես իսկապես հետամուտ կլինեմ, որպեսզի ցանկը ամբողջական լինի, Անդրանիկ Չամիչյանը, ուրեմն եւ կարծես թե վերջ այս պահին ցանկը, Լիդիայի անունը բարեբախտաբար արդեն այստեղ չէ եւ ինչպես դու անցած հաղորդման Անժելա իրավացիորեն նկատեցիր, ես հետո անդրադարձա նորից մտքից, որ ես անունները կարդում ես, այս բոլոր մարդկանց հետ մենք առնչություն ունենք, իրար հետ հաց ենք կիսել, զրուցել ենք, բոլորս նույն ցավն ենք ապրել շատ ժամանակ եւ նույնիսկ այսպես չնայած ասածս անհամեմատելի է, որ որևէ տեղ չի կարող էլի փոխարինել այն ինչ որ են ապրում են, որ հիմա ունեն այս բոլոր նշվածը սանձիկ, բայց այնուամենայնիվ որ կարդում ես դու միցեք անմասն չես, ոնց որ քո վրա էլ այդ սահմանափակումը կա, քո վրա էլ այդ ճնշումը կա եւ ես պետք է ասեմ, որ երբևէ եթերում սա չեմ ասել, առիթ չի եղել ասելու, բայց Միքայել Սրբազանի դատերից մեկին հնարավորություն ունեցա նույնիսկ դահլիճի ներսում լինել, որտեղ որպես կանոն շատ մարդ էր գալիս, հիշում ես, Միքայել Սրբազանի դատական նիստերից մեկին ես ներսում էի, շատ շուտ էի գնացել եւ հիշում եմ, որ երևի կյանքումս ես այդքան ճնշված ինքս ինձ չեմ զգացել, երբ որ ապակուց այն կողմի Միքայել Սրբազանն էր, այս կողմում իմ հայրենակիցներն էին ու նաև ոստիկաններ, հսկողներ, դատավորներ, քննիչներ, որոնք էլի ազգությամբ հայեր են, բայց փաստորեն մասնակցում են մի բանի, որը որ լիարժեք ոչ միայն ապօրինի, այլ նաև ապազգային է եւ այսպես այդ նայում ես ու իրոք ճնշված ես քեզ զգում, էլի շատ ծանր էր հոգեպես այդ պահը ապրել, այդ պահի միջով անցնել։ Դրա համար ազատություն մեր քաղբանտարկյաններին, մենք այսօր մեր առաջին հյուրի հետ մանրամասն կխոսենք այս մասին, այս թեմայի շուրջ, Լիդիայի մասով, որտեղ մեր հյուրը լինելու է Լիդիա Մանթաշյանի պաշտպանը, իրավաբան Տաթևիկ Սողոյանը։